մեղադրեն, ասեն Բեգոյանը մեր դուրքին է։ Միգուցե այն ժամանակ գիտությանը հայտնի լինեն այնպիսի ծառատեսակներ, որոնք օրինակ ապրում են արդեն շատ գեղատեսիլ են, շատ լավ սաղարթ ունեն եւ ապրում են օրինակ հազարավոր տարիներով, ասեն, որ Բեգոյանը ինչու է 100 տարի ապրողը տնկել, 100-150, թող տնկեր սա։ Մենք Երևանում ունենք ապրող հարյուրավոր տարիներով ծառեր, դրանք կաղնիները եւ սոսիներն են, որոնք իհարկե նույնպես ունեն իրենց խնամքի կարիքը, մենք չենք մեղադրում ոչ մեկին այս ծառերը տնկելու համար։ Ես չեմ մեղադրել։ Ժամանակին Երևանը կառուցվելու ժամանակ եղել է մեծ բում եւ անհրաժեշտ է եղել, Երևանը անապատ է։ Ինչ ծառ տեսնում եք Երևանում, դա բերած տնկած է։ Եվ մենք բերել տնկել ենք եւ ստիպել ենք, որ իրան աճի։ Քանի որ ստիպում ենք, որ ինքը աճի այստեղ Երևանում մեր համար, դրա համար ինքը աճում է, գոյատևում է ստրեսային պայմաններում։ Իր կյանքի կեսը։ Հետևաբար, եթե թեղին ունի 100-120 տարվա կյանք, ապա քաղաքում ապրում է 50-60 տարի։ Սաֆորան ունի 200-300 տարվա կյանք, քաղաքային ստրեսային պայմաններում, այն կապրի 100-120 տարի։ Սոսին ունի 1000-2000 տարվա կյանք, քաղաքում կապրի երևի 200-300 տարի։ Սա է իրականությունը։